Հանս Քրիստիան Անդերսեն։ Ինչ որ հալիվորս անի, լավն էլ հենց դա է։ Իսկ հիմա ես քեզ մի հեքիաթ կպատմեմ։ Այս հեքիաթը ես լսել եմ դեռ մանուկ հասակում, եւ այն ժամանակից, քանի հիշում եմ, միշտ մտածում եմ, հեքիաթն ավելի է լավացել։ Չէ՞ որ հեքիաթները մարդու նման են։ Նրանցից շատերը որքան տարիք են առնում, այնքան ավելի են լավանում, եւ դա շատ մխիթարական բան է։ Դու իհարկե եղել ես գյուղում եւ հավանորեն տեսել ես ծղոտով ծածկված իսկական գյուղական տանիքներ։ Այդպիսի տանիքով խրճիթի կտուրին մամուռ ու խոտ է բուսնում, իսկ կատարին արագիլի բույն է լինում, այնտեղ առանց արագիլի տուն չես գտնի։ Պատերը ծռված են, լուսամուտները ցածրիկ, դրանցից միայն մեկն է բացվում։ Ճիպոտահյուս ցանկապատի վրայով կախված է շամբուկի թուփը, իսկ փոքրիկ լճակում, որի վրա փռված է ուռենին, լող է տալիս բադն իր ճուտիկների հետ։ Շեմին նստած է մի շուն, որը շղթայակապ է ու այնպես է հաչում, որ աշխարհը թնդում է։ Ժամանակով ճիշտ այդպիսի մի խրճիթ կար մի գյուղում, եւ այնտեղ ապրում էին երկու ծեր գյուղացի, մարդ ու կին։ Որքան էլ սրանք չքավոր էին, այնուամենայնիվ ավելորդ բան ունեին։ Այսպես օրինակ, նրանք կարող էին յոլա գնալ առանց իրենց ձիու, որովհետև այդ ձին աշխատանք չուներ եւ ամբողջ օրն արածում էր ճանապարհի կողքի առվի մոտ։ Տերը ձիով քաղաք էր գնում, երբեմն հարևաններն էին մի քանի օրով տանում եւ դրա դիմաց փոքրիկ ծառայություններ էին անում տիրոջ համար։ Այնուամենայնիվ, ավելի լավ էր այդ ձին ծախել կամ փոխել որևէ ավելի անհրաժեշտ բանով։ Բայց ինչով փոխել։ Ինչ ասեմ, հալիվոր, առուծախից դու ավելի ես հասկանում, քան ես։ Մի օր ասաց կինն իր մարդուն։ Իսկ հիմա հենց քաղաքում տոնավաճառ է։ Արի դու մեր ձին տար ու ծախիր, կամ մի որևէ պետքական բանով փոխիր։ Դե դու միշտ էլ ամեն ինչ այնպես ես անում, ինչպես որ պետք է։ Վեր կաց գնա։ Այս ասելով նա մի թաշկինակ կապեց մարդու վզին։ Այդ բանը նա ավելի լավ էր անում, քան ամուսինը, եւ այն էլ կապեց ոչ թե ոնց որ պատահեր, այլ կրկնակի հանգույցով, եւ շատ գեղեցիկ ստացվեց։ Հետո մարդու գլխարկի փոշին թափ տվեց ու համբուրեց ուղիղ ծերունու շրթունքները։ Մարդն էլ նստեց այն ձին, որ պիտի ծախեր կամ փոխանակեր, ու գնաց։ Ճիշտ որ առուծախից նա բան հասկանում էր։ Երկնքում ոչ մի ամպ չկար եւ արևը դաղում էր։ Ճանապարհի գլխին փոշու ամպեր էին կանգնած, որովհետեւ մարդկանց մեծ բազմություն էր շտապում տոնավաճառ։ Ոմանք սայլակներով էին գնում, մյուսները ձիով, երրորդները ոտքով։ Անտանելի շոկ էր, իսկ ստվեր ոչ մի տեղ չկար։ Ահա ծերունին տեսավ, որ ճանապարհով մի մարդ է գնում, որն իր առաջ մի կով է քշում, այն էլ այնպիսի գեղեցիկ կով, որից ավելի լավը չի լինում։ Երևի այս կովի կատն էլ շատ լավը կլինի, մտածեց ծերունին։ Ձին սրա կովի հետ փոխելը վնաս չի լինի։ Էй, կովատեր, ձայն տվեց նա։ Արի մի առուտ ուր անենք։ Թեև ձին կովից թանկ կլինի, բայց ինձ կովն ավելի է պետք, քան ձին։ Արի փոխենք, հա, ինչ կասես։ Ինչ կա որ, փոխենք, պատասխանեց կովատերը, եւ նրանք իրենց անասունները փոխանակեցին։ Այսպիսով գյուղացին իր գործն արեց եւ այժմ կարող էր հանգիստ սրտով տուն վերադառնալ, բայց նա ուզում էր քաղաքում էլ լինել։ Այդ պատճառով էլ կովի հետ առաջ գնաց, որ գոնե հեռվից տոնավաճառը տեսնի։ Գյուղացին արագ էր գնում, կովն էլ նրանից ետ չէր մնում, եւ շուտով սրանք հասան մի մարդու, որ ոչխար էր տանում։ Այս ոչխարը շատ չաղ էր եւ թավ բուրդ ուներ։ Այ թե այսպիսի մի ոչխար ունենայի, մտածեց գյուղացին։ Ամռանը մեր առվի ափին էլ կարող է արածել, իսկ ձմռանը կարելի է տուն բերել։ Լավ որ մտածենք, կովը մեր ինչին է պետք։ Ավելի ձեռնտու է ոչխար պահել։ Էй, ոչխարատեր, ձայն տվեց նա։ Կուզես այդ ոչխարը փոխել իմ կովի հետ։ Ոչխարի տերն իսկույն համաձայնեց, եւ գյուղացին առաջ գնաց արդեն իր հետ տանելով ոչխարը։ Հանկարծ տեսավ ճամփաբաժանին նստած մի մարդ, թևի տակ մի մեծ սագ։ Այդ ինչ հիանալի սագ է քո սագը, ասաց նրան գյուղացին։ Ինքը չաղ է, փետուրը շատ։ Ինչ լավ կլինի կապել մեր լճակի կողքին ու թողնել, որ մեջը լող տա։ Պարավս էլ հավաքած փշրունքը սագին կտա։ Հենց մի երկու օր առաջ ասում էր. թե որ մի սագ ունենայինք։ Կուզես փոխենք։ Սագի փոխարեն ես քեզ այս ոչխարը կտամ, եւ դեռ շնորհակալություն էլ կասեմ։ Սագի տերը իհարկե չհրաժարվեց, եւ նրանք փոխանակեցին իրենց ապրանքը։ Վերջապես գյուղացին հասավ քաղաքի դարպասներին։ Պահակակետի շրջակայքում այնքան շատ մարդ ու անասուն կար, որ առաջ գնալ չէր լինում։ Ճամփորդները քայլում էին, որը ճանապարհով, որը ուղեմերձ առուների հունով,
որը հենց ուղակի պահակի կարտոֆիլի ցանքի միջով։ Ահա հենց այդտեղ էլ կարտոֆիլի ցանքի մեջ ոտքին թել կապած թափառում էր ցանքատիրոջ հավը, իսկ ոտքին թել էին կապել, որ ամբոխի մեջ չկորչի։ Դա մի շատ դուրեկան հավ էր, որ ասես պոչ էլ չուներ։ Աչքի տակով անցորդներին նայելով նա կչկչում էր։ Գյուղացին այս հավը տեսնելուն պես մտածեց. «Այ թե այսպիսի մի հավ ունենայի, հավը միշտ էլ ուտելու բան կճարի, ինքն իրեն կկերակրի։ Կարծում եմ վատ չէր լինի, սա կսփոխեմ հավի հետ»։ «Արի փոխենք», առաջարկեց նա պահակին։ «Փոխենք, ինչու՞ չէ, ես դեմ չեմ», պատասխանեց վերջինս։ Եվ նրանք փոխանակեցին։ Պահակը սագը ստացավ, իսկ գյուղացին հավը։ Այսպիսով ճանապարհին նա շատ գործ էր արել ու հոգնել։ Մյուս կողմից էլ օրը շատ շոգ էր, եւ այժմ նա ոչ մի բան այնպես չէր փափագում, որքան մի բաժակ օղի կուլ տալ եւ մի բան ուտել։ Մոտերքում մի պանդոկ կար։ Ծերունին թեքվեց այն կողմը, ուզում էր ներս մտնել, բայց շեմին դեմ առավ մի ծառայողի, որը լիքը լցրած մի պարկ ուներ շալակին։ «Այդ ի՞նչ ես տանում», հարցրեց գյուղացին։ «Նեխած խնձորներ», պատասխանեց ծառայողը։ «Մի պարկ նեխած խնձոր եմ հավաքել խոզերի համար»։ «Այ, ինչ հիանալի բան։ Այ թե կուրախանար պառավս։ Անցյալ տարի մենք մեր խնձորենուց, որ մարգի կողքին է, ընդամենը մեկ հատիկ խնձոր ստացանք։ Ուզում էինք պահել, դրինք սնդուկի մեջ ու այնտեղ էլ նեխեց։ Բայց էլի պառավս ասում էր, ինչ էլ որ լինի, մեր բարիքն է։ Այ թե լավ կլիներ, որ խնձորները տանեին նրան»։ «Ինչ կտաս ամբողջ պարկին», հարցրեց ծառայողը։ «Ինչ տամ։ Հա, այ հավս»։ Գյուղացին հավը տվեց ծառայողին։ Խնձորը վերցրեց եւ պանդոկ մտնելով մոտեցավ վաճառասեղանին։ Խնձորով լի պարկը հենեց վառարանին, չնկատելով, որ վառարանը վառած է։ Պանդոկում շատ մարդ կար, առևտրականներ, անասուն վաճառողներ։ Այնտեղ նստած էին նաեւ երկու անգլիացի, այնքան հարուստ, որ բոլոր գրպանները լիքն էին ոսկով։ Նրանք գրազի սիրահար էին, եւ հիմա դու կհամոզվես դրանում։ Բայց այն ինչ ճշճրթաց վառարանի մոտ։ Ահա խնձորներն են եփվել։ Ինչ խնձորներ։ Եվ այդ ժամանակ բոլորն իմացան ձիու պատմությունը, որ ծերունին ձին փոխել էր կովի հետ եւ որի դիմաց վերջի վերջո միայն նեխած խնձորներ էր ստացել։ Օ, հիմի որ դու տուն գնաս, պառավդ ինչ օին կդնի գլխիդ, ասաց անգլիացիներից մեկը։ Գլուխդ կջարդի։ Չի ջարդի, դեռ ինձ կգրկի ու կհամբուրի, պատասխանեց գյուղացին։ Իմ պառավը միշտ ասում է, ինչ որ հալիվորս անի, լավն էլ հենց դա է։ Արի գրազ գանք, առաջարկեց անգլիացին։ Ես մի կոտ ոսկի եմ դնում, 100 ֆունտ։ Այդքանը բավական է, ասաց գյուղացին։ Ես իմ կողմից կարող եմ մի կոտ խնձոր դնել եւ մեկ էլ ինձ ու պառավիս։ Այսքանն էլ բավական է։ Համաձայն ենք, ասացին անգլիացիները։ Պանդոկատիրոջ սայլակը բերին, վրան տեղավորվեցին անգլիացիներն էլ, ծերունին էլ իր խնձորով։ Սայլակը ճանապարհ ընկավ եւ վերջապես հասավ գյուղացու խրճիթը։ Բարի օր քեզ, պառավս։ Բարի օր, հալիվոր։ Բա չես ասի, ձին փոխեցի։ Օ, այդպիսի հարցերում դու շատ ճարպիկն ես, ասաց պառավը եւ առաջ նետվեց։ Գրկեց ծերունուն, չնկատելով ոչ խնձորով լի պարկը, ոչ օտար մարդկանց։ Ձին փոխեցի կովի հետ։ Փառք Աստծո, ասաց կինը։ Հիմա մենք կաթ էլ կունենանք, յուղ էլ, պանիր էլ։ Ինչ ձեռնտու բանով ես փոխել։ Այո, իհարկե, այդպես է, բայց կովն էլ փոխեցի ոչխարի հետ։ Լավ էլ արել ես, հավանություն տվեց պառավը։ Դու միշտ էլ հասկանում ես, թե ինչն է ավելի լավ։ Ոչխարին մեր ունեցածները միշտ էլ կբավականեցնի, իսկ մենք ոչխարի կաթ կխմենք ու ոչխարի պանիր կուտենք։ Բրդիսն էլ գուլպա կգործեմ, կարելի է տաք շոր էլ գործել։ Կովից հոբուրտ ստանալ չի լինի։ Ինչքան խելոքն ես դու։ Այդ իհարկե այդպես է, բայց ոչխան էլ տվի մի սագ առա։ Հալիվոր, միթե իսկապես մենք սագ ենք ունենալու Սուրբ Մորտենի տոնի օրը։ Ինչպես դու միշտ աշխատում ես ինձ ուրախացնել։ Ինչ լավ բան ես մտածել։ Սագն այնպիսի բան է, որ կուզես արածեցրու, կուզես չէ, միևնույն է, մինչև տոնի օրը կչաղանա։ Այդ իհարկե այդպես է, բայց սագն էլ մի հավի հետ փոխեցի, ասաց ծերունին։ Հավի։ Այ քեզ բախտ, գոչեց պառավը։ Հավը ձուկածի, ճտեր կհանի, մեկ էլ տեսար հավանոցը հավերով լցվեց։ Ախր ես վաղուց ուզում էի հավ պահել։ Այդ իհարկե այդպես է, բայց հավն էլ տվի մի պարկ նեխած խնձոր առա։ Վայ հալիվոր, արի քեզ մի պինդ համբուրեմ, գոչեց պառավը։ Այ թե լավ բան ես արել։ Տես ինչ եմ պատմելու քեզ։ Երբ դու գնացիր, ես մտածեցի քեզ համար մի համով ճաշ պատրաստեմ, սոխով ձվածեղ։ Ձու ունեի, իսկ սոխ չկար։ Գնացի մեր գյուղի ուսուցչի տուն, գիտեմ, որ նրանք սոխ ունեն,
բայց նրա կինը ասել չի լինի, թե ինչքան ժլատն է, թեպետ սուրբ է ցույց տալիս իրեն։ Դրանից ես մի գլուխ սոխ խնդրեցի, ասացի հետո կվերադարձնեմ։ Մի գլուխ սոխ հարցրեց նա, ախր մեր այգում ոչինչ չի բուսնում, ես քեզ մի հատ նեխած խնձոր էլ չեմ կարող տալ։ Իսկ հիմա ես 10 հատ նեխած խնձոր կտամ նրան, բայց 15 է որ, թեկուզ ամբողջ պարկը կտամ իրեն, այ թե կծիծաղենք։ Եվ պարավը համբուրեց ամուսնուն։ Այ ինչ եմ ասել, գոչեցին անգլիացիները, ինչպես ոչ մի բանից չի ընկճվում, ինչ է լինի, սա ամեն ինչից գոհ է մնում, մարդ սրան փող էլ չի ափսոսա։ Եվ նրանք գյուղացուն տվին իրենց խոստացածը, չէ որ կինը ամուսնուն ոչինչ չասաց, այլ ընդհակառակը պինդ գրկեց եւ համբուրեց։ Մի ամբողջ կույտ ոսկին տվին նրանց։ Այո, եթե կնոջ կարծիքով իր մարդը աշխարհում բոլորից խելոք է եւ ինչ որ անի այն էլ լավ է, դա միշտ էլ իրենց օգուտ կբերի։ Ահա քեզ ամբողջ հեքիաթը։ Ես այս հեքիաթը լսել եմ դեռ երեխա ժամանակ։ Հիմա էլ քեզ պատմեցի եւ դու իմացար։ Ինչ որ հալիվորն անի, լավն էլ հենց դա է։